Կով չունինք, Դավիթ ջան, էսա։ Նա իմ ածոնը։ Կով չունինք, բայց բնամթերքը լիքն է, հատկապես միս Առնովիչի մեր աղջկա կեսուրը պանիրա, կաթալ, ճղտած տվելա, սառնարանը տնքալով լիքն անգամ մածոնարաժան Ես էլ գաթի խմոր արել եմ, որ խաչապուրի, գաթա, փախլավա։ Մի մարով մի արջից, կրակ ու բոց, եփ հողթա փողանող դնող, ոնց ասում են ոսկի ձեռքեր, ոսկի սիրտ, մի խոսքով մի կրակ, մի հրեղեն, որի դեմքից ծիծաղը չի պակասում, ձեռքն էլ չի հոգնում։ Որ ասես ուզող չեմ ունեցել սուտա, ուղղակի ես իմ ամենաճիշտն է նա, որ ոչ թե ծնողնին տան երեխեքն իրանք ընտրեն, հավանեն, իրանք ուզեն էլի։ Ինքն այդպես էլ չհավանեց, չնայած որ փեսացուները իրար հերթ չէին տալիս, Մարոն էլ կրթված լեզուն տեղը ձեռքն էլ ոսկի, բայց քանի որ տանը երկու աղջիկ արդեն փախել էին, հայրը Մարոյին մի լավ խրատեց, թե ամուսնությունը միայն հարսանիքով, զուռնադհոլով, բայց սովորելուց հետո սովորեց, աշխատեց, մարդ դարձավ, ամուսնանալն էլ գցեց վաղվան, վաղն էլ դարձավ մյուս օրը, մյուս օրն էլ մյուս տարին, այդպես կրակի կտոր աղջիկը ոնց ասում են տանը մնաց, բայց ոչ անընտանիք մնաց, ոչ էլ անզավակ, ճակատագիրն ուրիշ ձև էր գրել իր պատմությունը, իր սեփական երեխեն չունեցավ, բայց եղբոր երեխաներին մեծացրեց սեփականի պես, նրան ցավով ապրեց, ուրախությամբ ուրախացավ, ամբողջ կյանքը նվիրեց ընտանիքին։ Ով որ ամուսնացել է, ինչ արել, ով լավ երեխա ունի, նա լավ աղբեր ունիմ, լավ հարս ունիմ, աղբոր ընտանիք ունիմ, երեխեքի հետ միատեղ ես չեմ դժվարացել էլի, գիտեմ, որ դա իմ ընտանիքն է, իրանք ինձ հետ են, ես իրանց հետ եմ, ավել հոգս չունենք։ Ամեն ինչը միասին ենք անում։ Ինչ գործի որ ձեռը կպցնի մինչև անթերի չանի հանգիստ չի նստի, ծառ մշակի, ամեն ճյուղին աչքի լույսի պես կնայի, խոհանոց մտնի, ամեն ինչ համով հոտով կանի, մի խոսքով Մարոյի արածը պիտի լինի մաքուր ու անթերի, բայց այսօրվա գաթայի հարցում կասկածներ ունի, խմորը թարսի նման ոնց ինքն է ասում, ջաղացի ալյուրով է արել, այսինքն ոչ բարձրակարգ, մենակ թե խայտառակ չլինի ասում է։ Հա, սովորական գաթա է, բայց ոնց որ բացվովին է, բայց այդ պահի տակ տանը լավ ալուր չունեի, սովորական ջաղացի ալուրով եմ արել, չգիտեմ որքանով կբարձրանա, բայց դրանով եմ արել։ Երեխեն խաչապուրի շատ ասիրեմ, որոշել եմ, ասենք արել եմ, որ պահի տակ երբ ուզե իր հավեսի մարգունդը պատրաստ լինի, էլի սառնարանում հանեմ, թխեմ, հա։ Ես էլ խորիզը կարակով բանով չեմ անեմ, որովհետև իմ հարսը չի ուտեմ, եթե մի կտոր գաթա պտի ուտե, դրա խաթեր չի ուտեմ կարակ մարգարինը, ձեթը ուտեմ, ձեթով եմ անում։ Տնական բաներ չէ, ոնց եք բայց ձեր հարսից բան։ Ես շատ գիտեմ, լավ կողմեր շատ ունի դեղմի հետ էլ, չուտելն իրան ավենաս, մեզ խու վնաս չի մերի ջան, թող չի ուտեմ, թող չուտե, ինչ կարամ անեմ։ Մի քիչ էլ վանելին գցեմ, որ անուշ բուրա։ Վանելինն էլ չեմ սիրում պաչկովը, պտի կիլով էլի հոտավետ։ Մարոյի մոտ օրենքի նման մի բան է ամեն ինչից ոնց ասում են բոլ-բոլ լինելը, ալյուրը պարկերով, մսեղենը լիքը, քաղցրեղենը, սեղանը ճկեցնի, սիրում է առատությունը, որ եկող գնացողը դատարկ ձեռով ու դատարկ սրտով չգնա։ Ինչ էլ ես սալ եմ դրել, քիչ է, բայց դրել եմ էս, ահա։ Պիտի սա սենց մի քիչ մնա, ստի որ ինքն է նորմալ սառը տեղ իր համեմունքներ նստանա, հետո դնեմ խոլոդում էլ մի քիչ կմնա ու արդեն կուտենք։ Ձեր խոզինն է։ Հա, մեր խոզինն է։ Չես սիրում էլի, որ տնիկը լոդրալում բանան։ Չէ, տենց ոնց կարաս ընդունես, բանա, հավ ինկերել ենք, մառազիրքիցը դատարկել ենք, բայց էլի լիքն ամիսա, բանա իմ զապասը ես տակին խոզի ոտու գլուխն անգամ լրիվ։ Էն որ չեք պահում։ Հա, չէ, պահազնել ենք օգտվում, չպահազնել անում ենք, չես կարա չանես։ Դե մի խոսքիս որ ուզում եմ միս ուտեմ, հմի նոր վազեմ կամ մսավաճառի հետևից կամ բան, պետք է դուք զապասն ունենաս, ձուգը ստեղ կա, ամեն ինչ էլ ունենում ենք, առնում ենք, ունենք փառք Աստծո։ Քիչի հետ չեմ հաշտվում, անգամ ին որ կներեք իհարկե որ ասեմ, տուալետի թղթի էլ ասն, ինչա որ ես տեսնում եմ հատիկով առնում են ու սննդամթերքի հետ տանում, դա ուղեղից հետ չասանել չի, ոնց կարելի է նման բանը, բլոկով արտարկու տանը վերքցի, վերջում մի երկու հատապակասում էլի
Արբերելի չգիտեմ։ Խմորը բացում խորիզը լցնում է ու հիշում, որ դեռ հեռու այգի է գնալու, կեռասը հասել թափվել է, մոռը հավաքելու է, ծառերը ջրելու են, մի խոսքով մի աշխարհ գործունի անելու։ Մարոն մենակ մի բանից է նեղվում, տարիներով քաղաք էր գնում, գալիս աշխատանքի, ամեն օր ճանապարհին ոտք էր մաշեցնում, մեքենա ունենալու երազանք ուներ, վարորդականել էր ուզում սովորել, բայց մեկ ժամանակ չեղավ, մեկ գործը չթողեց, մեկ էլ հոր արգելքը։ Հիմա լիներ հարցնողն ու լսողնով էր, ասում է ու հիշում, որ դեռ մեքենա պիտի ճարի այգի հասնելու համար, չնայած ասում է հարևանները, գյուղացիները այդ հարցում էլ կողքին են։ Թավեսից գալիս է, որ բոլոր աղջիկները ավտոյին քշեն, աղբորս աղջիկը շնողը ամուսնացած, իրանց դպրոցը իրանց տանից այնքան հեռու է, ոտով երևի թե 3 օրը մի զույգ կոշիկը հերիք չէր անել, որ գնա գա, բայց հիմա ամուսինն ավտո առավ, տվուց իրան, իր ավտոն քշում է, ինքը երեխին էլ տանում դպրոց, դպրոցից բերում, օրինակ շատ լավ բան է, էլի, բայց հին մտածելակերպեր այդ ինչ էր, որ աղջիկն ավտո չի քշել, դու իմ պատվի հետ ես խաղում։ Դու ուզում ես։ Հա, ես ուզում էի, սրտանց ուզում էի, ու հերս էլ բան էր, երեխա ժամանակ հորս իր մերը տվել է բիզոնց կնգտեք հոր կնիկ է գալիս, բայց ոչ հալալ։ Տվել է նայի այդ վաղ բանի խնդիր այլել, պատերազմական շրջան այլել, ուտելու ապրելու խնդիր այլել, տատս գնացել է Վրաստան, որ ընդեղից ալուր բան բերի, որ երեխեքն ապրին։ Տվել է որ նայի, դրանք էլ իրար հետ խաղալուց նրանց աղջիկը չարայել, էլ հորս ձեռի վրա սալյարկայա լցրել, բենզինա լցրել, սպիչկ են տվել, շատ տեսնեն, անգել մի խոսքով սենց ամբողջ ձեռքը, սենց դոշախառը վարվել էր, աչու ձեռը, ձախով ինքը էլի խելացի մարդ էր, բրիգադիր էր սովորելի, մեր ընտանիքն ինքը պահեց ամեն ձևի էլի վերջը, բայց դա մտածելակերպ էր, որ իրա միջին կար, որ աղջիկը պետք ավտո չքշե, ոնց կարելի աղջիկն ավտո քշե։ Մինչ գաթաները վառարանում թխվում են, Մարոն տեղում կանգնած չի մնում։ Մի վազքով տնամերձ այգի ծառերին նայում, մյուսով խոզին ու հավերին կերտա, այնտեղից էլ ամառային խոհանոց, ընկույզի մուրաբային աչք գցի, իսկ արանքում էլ հազար ու մի գործ, որ ձեռից բաց չի թողնում։ Հղի խոզա ոնց ենք մոռացել, այգու գործերով ենք էլ սրսկումներ ծառի վազի, առավոտ շուտել վիրենք կացել դրան վազը սրսկել, տան դրանը խնձորի ծառեր ունենք, տանձի խնձորի դրանք հասրսկել, խոզի կերը մնացել է, հիմա գնացինք խոզին կերակրելու, պատճառա որ էլ խոզը այսքան ժամանակ մնացել է, 11-ը չենք անցկացնում, հիմա հագին ուշ կլնի։ Բնական ջուր ունենք, ջրով կերը բացում ենք տալիս։ Երբ է պատրաստում ծնի։ Էսա մտնենք հուլիսի միջև կեսերը։ Ծախն եք գոջները, թե ձեզ ամնում։ Չէ դե որ շատ ըլնի կծախենք, որ քիչ նայած, բարեհաջող անցյալ տարի էլ պահեցինք, 13 հատ ունեցավ սրա մայրիկը, այս խոզի։ 13 հատից 3-ը պահեցինք, 10 հատը ծախեցինք։ Էդի եկամուտ։ Հա։ Բակում արա չարչարմունք ես, կան ամեն ինչի հետ։ Դե նենք չի որ շատ օգուտ է, բայց պահի տակ ձեռը տեկող եկամուտ է, էլի։ Շատ սիրում եմ, որ խոզն իր ամեն հարմարությունն ունի, քնելու տեղը, դրսումը 2 հատ տաշտակ ունի, որից մեկը իր դենը։ Գնա։ Ջուղ։ Մեկն ուտելունն է, մեկը ջրինն է։ Քիչ թափեցի, դե ոչինչ։ Կերա ուտում, որ ապրանքա չի կարելի, պետք է ջուրելի, սառը ջուրելի խմե։ Քիչ ենք կերակրել, բնականաբար քիչ է կեղտոտել։ Հա։ Այս ջրի վեդրոնա դնենք ստի, հավերին էլ տենանք կերենք տվել, թե չէ բերեմ հավերին էլ կերակրեմ։
Էսել է պատվալնին էլ է կիսակ հանդել ենք, այս պատալոկ պոլը փչացել էր, պթել էր, փոխել ենք անցյալ տարի, լրիվ արմատուրեքով բանով բիտոն ենք արել, փոխել։ Մի ասենք մեջի գործերն անելու էլի լրիվ վեշերը դատարկած քանդած։ Էսել մեր պատվալն է։ Այս խորովածի շշերն է, այն ստիճ շշերը էլ չենք օգտագործում, շիշա, շամփուրա, չգիտեմ ոնց եք ասում, դե բանկեքի շատը դատարկել ենք, քիչ բան է, այս էլ նոր սկսած փագոցն է, այն կողմը արաղն է, քաշած նորա քաշել են բոճկեքը որ ցույց տվինք, այդ դատարկելա բանը, քաշելա լցրել էտի բոճկեքը դատարկա։ Ari, ջու Էսա։ Ari, ջու Գնամ ծունել հանեմ գամ։ Այս ծորենի ամանը սովորաբար հետը ստանում եմ, բայց էդ էլ կարող է ոնց որ մի հավը թուղս անստում հլատենամ, կարող է լրիվ տակնելի առած ձվերը, ոչ էլ ածել են։ Հավերին դեռ փակ է պահում մինչև թութն ու կեռասը հավաքի, որ միրգն անտեղի չկորի։ Այս տարի արջիսում միրգը շատ է, բայց իրենց օգնող ձեռքերը քիչ։ Մարոն ու հարսը 2 են լինում։ Մեկը ծառերի բերքն է հավաքում, մյուսը ճանապարհ հասցնում վաճառում։ Ու այսպես օրն անցնում է գործից գործ, բայց ձեռքը միշտ լիքը, ինքը շարժի մեջ։ Լրիվ բռնած գիլասա, սենց ճղկերով։ Կարելի ասես սենց խմբով էլ կարաս քաղես, հետո նստիս, մանր հանդրես։ Սիրով եք անում ձեր գործը։ Այո, սիրով ենք անում, միայն առողջական չունիմ, առողջական խնդրի առաջ եմ կանգնած։ Լավ ասեք, բերքը ոնց որ լավն է։ Այո։ Արջիսեց ու աչքի լիսա է։ Հա, այդ մեկը հա։ Ծառերը այնքան բռնած են, ինչ եք անելու, կամպոտ, մուրաբա, հլավոր ծախել ունը ծախեք, ձեզ մար ինչ եք։ Չիր, շատ ընտիր չիր ալեմ, այդ մերվա պարապ ժամանակը կարող եք հյուր գալ, որ է հյուրասիր ենք, ասենք ինչ ենք արել, ինչ չենք արել, հիմա հազիվ մարդ եմ կանչել, որ ինձ օգնե, բաղը փչենք, ծառերը փչենք, ասենք դե իհարկե ոչ հասուն ծառերը, էլի մնացած ծառերը, դեղցա, կարալյոկա, սերգևիլա, խաղողա, մնացած ծառերը, որի վրա որ դեռ հասուն պտուղ չկա, նրանք նորից պետքա փչենք, որ բերքը առողջ ու լավը լինի։ Հա, իսկ մնացածն էլ որն արդեն հասունացել է, այս փուլում է, խաղում ենք, որը մի օր ծախվում է, մի օր չի ծախվում, տուն ենք տանում, տրտնջալով տուն ենք տանում, բայց մշակում ենք ձմեռվա հաջող պաշարա լինում։ Ինչ եք անում, կամպոտ, մուրաբա։ Սա կարելի ասել ոսկի ապրանք է սպիտակ գիլասը, չափին չնայեք, որ մի քիչ մանր է, որովհետև ծառը համարյա չորանում էր, եթե ուշադիր եք ծառի վերևը կտրել ենք, մի քիչ սնուցում բանն ավելացրել ենք, նորից ծառը վերակենդանացել է ու փառքաստու բերքի շրջանն էլ հետն է։ Հա, հիմա մնում է, որ ասենք այդ որ մնում է տուն ենք տանում, էդ էլ մշակում ենք կամպոտ, մուրաբա, չիր, նման բաներ ենք անում։ Այգու ծառերն այնքան մեծ են, որ առանց սանդուղքի բարձրանալ չի լինում, բայց դե սանդուղքից էլ մի քիչ վախ ունի։ Առողջությունն էլ են չի, 1001 հիվանդություն են գտել անտեր բժիշկներն ու Մարոին արգելել ծանր գործ անել, բայց լսողնով է, հետո էլ ճարն ինչ ասում է։ Որդյան անեմ, ոտս չի անեմ։ Չոլախին եմ տալի, շամամին թողել եք։ Ես եմ բրցրանում։ Հա, հասունացել արդեն հասած շրջանն է։ Ուզում եմ քաղենք, յուղերի վրա տանենք, ժողովուրդն առնեն, որը փողով, որը Դուք տանեք, հա, դե բա ինչ անենք, չեն գալիս տանելու, եթե գալիս են, դա մեզ մար ավելի հաճելի ալեմ, պայմանավորվում ես, քաղում ես իրանց տալիս, բայց երբ որ չեն գալիս, բնականաբար բերքա, հասած շրջանա, չես թողա փչանա, ուզած չուզած պիտի տանենք, որ ծախենք։ Ասեք, որ սրտահան կլեք, որ գնում եք, չեմ ուչում անեն, ասեն թանկ այս, այն։ Հա դա էլ կլնի բնականաբար, բայց ասենք հարազատներ ունենք այդ գյուղում, տանում ենք իրանք, որ դուրս են գալիս, այդ գյուղում իրանց խաթեր, ասենք մարդ կա հիմա ուզում է, բայց գրպանում գումար չկա էլի, նման դեպքում տալիս ենք, որ ասենք ցուցակով։
Իրանք երբ գումարը ձեռինը լմա, ասենք կարտոշկա են հանձնում, ցոր են բան, երբ ծախում են իրանց փողը ձեռներին ալեմ, առողջություն։ Հա, այդ ժամանակ էլ իրանք բան են անում։ Հավաքում են տալիս այդ մեր բարեկամներին, իրանք էլ մեզ են ուղարկում։ Հիմա Մարոյի համար ամեն օրն ու ժամը փող է մի ծառից մյուսն է անցնում, դույլերը լցնում, ուղարկում վաճառքի ու նորից վազում այգի, բայց ինչքան էլ զբաղված լինի, մի բան երբեք չի մոռանում կանգնել, նայել ու ուրախանալ իր այգով։ Ծաղիկները, ծառերը իր տան շունչն են։ Սիրում եմ տան հայաթը ծաղիկներով լինի։ Գառնան դեմը ստեղ լրիվ կարմիր կակաչ ալնում, դեղին են նարցիսներ ալնում, ժամանակ ընթացքում իրանք լրիվ հերթով փոխվում են էլի, բայց չեմ սիրում ցանովի ծաղիկները, որովհետև դրանց աշխատանքը շատ է։ Ստեղ են լալաներ են, ասում ես, մի հատ էլ մնացել է։ Կտրել ենք բան տարել։ Շատ գեղեցիկ ծաղիկ է այս ծաղիկը, ինքը մեծ փարթամաճած աճում է, տենց աճումնի բան։ Տենց այդ ծաղիկներն հիմնականում վարդերա, որ ամեն սեզոնի հիմա կտրել ենք, սա էլի ժամանակ ընթացքում բեջ հայ տալիս, նորից նոր վարդերա ամեն ընթացք քաղում ենք դնում ծաղկամանում։ Վայնե ջան, այս քո հայրական տունն է։ Իմ հայրական տունն է, ես այդտեղից անպակաս, այս վարդը շատ եմ սիրում, բուրդոյ վարդը, սրանից աճեցրել եմ, էլի շատացրել եմ, պետք է բերեմ դնեմ։ Մարոյի համար ծաղիկներն ուրախություն են ու գեղեցկություն, բայց կյանքն առանց մրգի չի պատկերացնում։ Ասում է քաղաքում ոնց ապրեի, այնտեղ մի 2 կիլոգրամով են միրգ առնում, այն էլ չգիտես որտեղից։ Իսկ այստեղ Արջիսում արևահամ միրգը հենց իր ծառից կախված է, երբ սիրտն ուզում է, քաղում է։ Չէ, քաղաքում ինչ կա, հետո ով պետք է ինձ այդքան գումար տար միրգ առնուս, ես առանց մրգի չեմ կարում։ Այնա դեղայիս արքում պահի տակ միրգը միտս ընկավ, գնացի մի բուրգիլաց քաղեցի, բերի լված սեղանին դրի նստեցի չրթեցի։ Քաղաքում էլ հա պետք է նայեմ ծախում են, բայց որ գրպանս չգա, շուկայում պետք է նայեմ, գինն էլ ասեմ, վայ 1000 դրամ, 800, ոնց տամ առնում ես այդքանը։ Բայց որ գեղումն ես կակու այգում, այդ բոլորը քաղում ես, ուտում ես։ Քաղաք, որ սովորել ես, չես ուզե մնաս։ Դե կմնայի, չեմ կարող է եւ Չէ, սովորես հետո քաղաք մնաս, աշխատել ես, մնացել ես, բայց էլի գեղն ես սիրել։ Էլի գեղն եմ սիրել, որովհետև ասեցի, չէ, կարգերը փոխվեց, այդ գումարը աշխատավարձն այնքան չէր, որ դու քաղաքում կարողանայիր ապրես։ Դրա համար թողեցի եկա։ Հետո այնտեղ ես անկյուն չունեի մնալու, էլի հարազատի տան էի մնում, ուղղակի գնում էի աշխատում, գալի շաբաթ գիրակի գյուղ էի գալիս, մեր տուն նորից գնում։ Մի ժամանակ լավն էր աշխատանքը, հարգանք պատիվը, Ալավերդու պտուղ բանջարի գրասենյակում հաշվապահ ռևիզոր եմ աշխատել։ Բայց որ եկավ աշխատավարձը այդ սովետական փլուզման այդ դրամ փոխվելու պահին, որ 1000-ը դարավ 200 դրամ, ինչ սավսեմ չնչին աշխատավարձեր, որ անգամ գնալ գալու տրանսպորտի գումարը չէր հերիքում, դրա համար էլ թողեցի կպա այգուն։ Այգու գործը էլ եմ ասում, չէի սիրում, բայց ստիպված անում ես։ Եթե կպչում եմ այդ գործին, պետք է նենց անեմ, որ արած գործս լավ լինի։ Ճիշտ է, մեղքն ինչ թաքցնի, կար ժամանակ, որ նախանձով էր նայում քաղաքացիներին, դե գյուղում պայմանները դժվար էին, դրսի զուգարան, տաշտով լողանալ, մի խոսքով կյանքը հեշտ չէր։ Հիմա, որ ամեն պայման էլ կա, կատակում ասում է միլիոն էլ կտայի, վերջին կոպեկն էլ, որ ավելի շուտ ցնցուղի տակ կանգնելու հաճույքը զգայի։ Առաջ բաղնիկ զուգարան դրսի զուգարան էր, բաղնիկն էլ չկար, մի կերպ էինք անում, մի բանով ես իմ հազիվ էինք լողանում, բայց հիմա ու դաժե զարմանում ես էլի, որ ոնց ենք այն վաղ թարմարվել։ Օրը 2-3 անգամ էլ մտնում ես բաղնիքը դուրս գալի։ Կինոները որ նայում ենք, ասում են ցայվիմ, ասում են հա ես ինչ են իրանցից ձև տալի ցայվիմ։ Բայց մի այդ վիճակն է, ես իմ ձևի կեղտոտված չես լողանաս, բայց այդ քրտինքը, բաղի աշխատանքը, տանջանք աշխատանքը դու անպայման ասում ես մի հատ ցայվիմ այդ վրիցս այդ ամեն ինչ անցնի թարմանամ։ Գեղացիները առաջ ոնց են արել։ Դե ասում եմ շատ դժվար է եղել, բայց ոնց են արել, մի կերպ էլի, մի կերպ։ Ջուր տաքացնելով, վրին լցնելով, դայն էր, մի վինտիլը բրցրացնում ես ամեն ինչ էլ մատակուսա։ Ջուրը կա, եկեք դե։ Հա։ Ջուրը ունենք, գազը ունենք, լույսը ունենք, ոչինչ։ Նման ապրում է։ Հա։ Պայմանները հաջող է։ Վայ, вообще ջուր չունենք, փողով ջուր էինք առնում, 5 լիտր, 5 տոննա ջուր էինք առնում, ու այդ 5 տոննա ջուրը մեզ չէր բավարարում 2 օր, 3 օր, մանավանդ այս կոմունալ հարմարություններին, որ ստեղծված էր, չէր բավարարում։
Խմեմ ոնց խմեմ։ ասեիք, մի գդալ ջրով լողանեիք։ Հա, մի չայնիկ ջրով լողացել եմ ես միշտ։ Ասա ետ ինչա որ շատ են ասում։ Էս աստեղից է լույսը։ Հիմի պայմանին նորմալ է, հարմար է։ Մի քիչ էլ տունը կարգավոր ենք փարքասու։ Իրեք մեծ ենք տանը, երեխա չկա, բան չկա, որ որոշ բաներ նորմալ չլի, յոլա կգնանք։ Զրույցի ընթացքում Մարոն Գաթաները հանում են նոր գունդ բացում ու այդպես իրար հետ գնում են թե խոսքը, թե գործը։ Գաթան թխի թե չթխի հյուրասիրությունն իր համար պարտադիր է։ Տան հարևաններին, թե այգու հարևաններին, բոլորին էլ բաժին կա։ Կարածը չես սիրում, պետք է դուք սարքացնի կարած։ Այո, շատ ճիշտ ճոգում ես, անպայման ես ուզում եմ իմ սարքացնելի։ Առնովին ինչա, ինչ գիտես, ինչ են լցրել մեջը, եթե ես իմ լցրածը չեմ ուզում։ Առնովին շատ գիտեմ ինչով են արել խմորը։ Տանը էնորն եմ նենց մի տորթ էի թխել քիթը գեդինը չառավ ձվանոց։ Թխում եմ, զարդարում եմ, շատ ես իմ ինչ վարդուտերև չեմ անում, բայց հաճելի նայվող համնել ավելի լավ էլի։ Այն 90-ականների բանի ծնունդի տորթեր էլ կլես թխած։ Գերիվա։ Տենց ծախու չեմ արել, բայց մեզ համար արել եմ, որ ասենք ուրիշ տեղ չգնիս էլի դու։ Այնա որ ալյուրը անհաջող տելիլելած, լատենանք ոնց կլնի։ Չէ, պատվով դուս կգաս։ Դե չգիտեմ ոնց լնի։ Այսքան գործի վրա Մարոյի համար մի նոր հոգս է ավելացել։ Ռուսաստանից եկած թոռը կենդանիներ շատ է սիրում ու Մարոյի համար թութակ է բերել։ Հիմա չգիտի գլուխը ոնց ազատի մի կողմից այգին, կենդանիները, խոհանոցը, մյուս կողմից էլ նոր ուրախությունը։ Մեր թոռը Ռուսաստանից եկել է, կենդանիներ շատ է սիրում։ Կենդանական աշխարհը նապաստակներ ա բերել, միջև գնալը բուն ուներ նապաստակների, այդ նապաստակների բունը բերուց նորից լցրուց, լամ երկու հատ էլ առել ենք ավելացրել։ Թութակ, ասում տղա ջան դու երկու ամսից գնալու ես, ես ինչ եմ անելու սրանց, ոչինչ ասմա կկերակրես, նապաստակներն էլ բազմանալու են, կբազմացնես, կշատացնես, կծախես, հայ ես այգու գործնանեմ, թե նապաստակ ու բան պահեմ։ Բիզնես այն համար գտել էլի։ Դե Մարոյի կյանքում նոր գործ ասածը մեկով էլ ավելացավ, բայց նա չի տրտնջում։ Մարոյի կյանքը կարծես անընդհատ շարժի ու աշխատանքի մի մեծ շրջան լինի։ Մի գործն ավարտվում է, մյուսը սկսվում։ Գյուղի առօրյայի մեջ Մարոն դարձել է այն կենտրոնը, որտեղ ամեն ինչ կյանքով է լցված՝ գործ, հոգատարություն, հյուրասիրություն ու ստեղծելու ձգտում։ Նրա տան դռները միշտ բաց են, իսկ սիրտը էլ ավելի։